Տավուշի մարզն է Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանապահ մարզերից մեկը, որտեղ ապրելն ու բնակավայրերի բնականոն կյանք կառուցելն ինքնին անվտանգության կարևոր բաղադրիչ է։ Այստեղ սահմանը միայն քարտեզի վրա չէ, այն մարդկանց առօրյայի մի մասն է։ Ուստի այստեղ մնալու, ապրելու եւ ապագա կառուցելու համար միայն անվտանգությունը բավարար չէ։ Մարդկանց պետք են նաեւ ամենապարզ, բայց ամենակարևոր պայմանները։ Իսկ երբ ջուրը տարիներ շարունակ չի հասնում մարդկանց այնպես, ինչպես պետք է, խնդիրը վաղուց դադարում է պարզապես կենցաղային լինելուց, այն դառնում է համայնքում ապրելու, զարգանալու եւ այստեղ ապագա պատկերացնելու հարց։ Տավուշի մարզում Աղստև գետի աճափին Իջևանից 16 կիլոմետր հյուսիս 1970-ականներին է հիմնադրվել ազատամուտը բենտոնիտային կավերի խոշոր գործարանի շուրջ։ 1978 թվականին այն ստացել է ազատամուտ անվանումը, որը հիշեցնում է 1920 թվականի նոյեմբերին 11-րդ Կարմիր բանակի այդ վայրերով Հայաստան մուտք գործելու պատմական դրվագը։ Այսօր 3450 բնակչություն ունեցող այս բնակավայրում վիոլետ ջրի ծառայություններից օգտվում է 768 բաժանորդ։ Տարիների ընթացքում բնակավայրը փոխվել է, զարգացել, փոխվել են նաև մարդկանց առօրյան ու կարիքները, սակայն ջրամատակարարման խնդիրը մնացել էր անփոփոխ։ Տարբեր ժամանակներում վերանորոգվել ու փոխարինվել են խողովակներ, փորձ է արվել բարելավել համակարգը, բայց հատկապես ամռան ամիսներին ջուրը բնակիչներին հասնում էր օրական ընդամենը մի քանի ժամ։ Այդ կարճ ժամանակահատվածը մարդկանց համար պարզապես ջուր ստանալու պահ չէր։ Դա օրվա ընթացքում ջուր հավաքելու, տարաները լցնելու եւ այն մինչև հաջորդ ջրամատակարարումը խնայողաբար օգտագործելու ժամանակն էր։ Ջուրը պետք էր հասցնել պահեստավորել կենցաղի ամենօրյա կարիքները հոգալու համար։ Շրջօրյա մենք չենք ունեցել երբեք։ Մենք ունեցել ենք այն սարիտակից քաշել են հաջուր բնակիչների շնորհիվ, բնակիչներն են սկզբից քաշել։ Հա։ Բայց կենցաղային ջուր մենք այստեղ գրած է, մենք օգտվել ենք բենտոն տաք ջուր։ Տաք ջուրով մարդիկ լողացը պաստանի եղել է, բայց նա չխմելու։ Իսկ ջուրը եկել է ժամերով, ասենք երեկոյան ժամին են մենակ տվել։ Մի 6 ամսից ավել է շրջօրյա ջուր ունենք, շատ հաճելի է, մարդիկ արդեն իսկական մարդուն վայր կյանքով են ապրում։ Բնակիչները շատ երախտագիտությամբ, ահա որ երախտապարտ ենք վիոլա ջրին։ Ազատամուտի վարչական ղեկավար Արտակ Չոբանյանը ծնվել ու մեծացել է այստեղ, մանկության տարիներից հիշում է։ Ամբողջ մանկությունս անցել է տարբեր տեղերից տուն ջուր բերելով, դույլերով։ 40 տարի եւ ավել ազատամուտում ջուր չի եղել խմելու։ Հիմա բնակչությունը շատ գոհ են, շատ շնորհակալ են, 24 ժամ արդեն ջուր ունենք։ Անցած տարիներին ամառվա 3 ամիսների ընթացքում հիմնականում շատ մեծ էր ջրի խնդիրը, ժամանակ ա եղել, որ 4 ժամ մատակարարում ենք ունեցել, թաղամաս առ թաղամաս։ Մի օր մի թաղամասը, մի օր մի թաղամաս։ Ու բացի այդ էլ երրորդ հարկից վերև ընդհանրապես ջուր չէր հասնում բնակիչներին։ Հիմա 24 ժամ անընդհատ լավ ուժեղ հոսքով ջուր ունենք։ Այսօր արդեն այս ամենը հիշողություն է, շուրջ 2 ամիս է, որ ազատամուտն ունի 24-ժամյա ջրամատակարարում։ Ավարտվել են Վիոլետ ջուր ընկերության ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները, որոնց արդյունքում բնակավայրն առաջին անգամ իր պատմության ընթացքում ապահովվել է շուրջօրյա խմելու ջրով։ Այս ջրի հարցը լուծենք, որ զանգում ենք անմիջապես գալիս։ Այո, չէ, կարողանում նրանի մոտենացած տեխնիկա ենք ավելացրել, այստեղ աշխատակազմի մի քիչ բանվորական ուժ կավելացնենք, որ ուրիշ տեղերից տեղափոխելու խնդիր չունենանք, որ տեղում ձեր հնարավոր կանչին, հնարավորինս արագ կարողանանք արձագանք հաջորդ։ Հենց որ դուք մենակ առողջ մնացեք, այս դժվար բնակավայրից հանգարց չհեռվանաք, ասում եմ։ Այս հողը պինդ պահեք, մենք ջուրը տեղ կհասցնենք։ Սկզբում ուսումնասիրություններ իրականացվեցին հասկանալու համար, թե որտեղից կարելի է լրացուցիչ ջուր ստանալ եւ ինչ ճանապարհով այն հասցնել բնակավայր։ Հետո սկսվեցին հորատման ու շինարարական աշխատանքները։ Կառուցվեց նոր պոմպակայան, հորում տեղադրվեց պոմպ, անցկացվեց 600 գծամետր նոր ջրագիծ, որը միացվեց գործող համակարգին։ Կառուցվեց նաեւ ենթակայան, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով։ Նախկին 1.5 ժամվա փոխարեն 24 ժամ, վարկյանում 4 լիտր ջրի փոխարեն 10.5 լիտր վարկյանում ջրամատակարարում։ Սա էր այն արդյունքը, որին ձգտեց եւ հասավ Վեոլիայի թիմը։ 25 տարի երևի ամեն տարի զբաղվել ենք ջրամատակարարման բարելավման առումով։ Նոր, ասենք, հաջողվել է մեծ վերջնական հարցին լուծում տալ։ Հորատում կատարեցինք, կազմակերպեցինք ամեն ինչը եւ ստացվեց, որ մոտավորապես 10 լիտր վարկյան ջուր ունենք։ Այսինքն 10 լիտր վարկյան ջուրը դա կնշանակի, որ ազատամուտի
ցանկացած բնակարանի, ցանկացած տան օրական կարող ենք մի տոննա 200 լիտր ջուր տալ։ Այս ամենի հետևում ամիսների աշխատանք է՝ խողովակներ, պոմպեր, տեխնիկա, շինարարություն, բայց դրա իրական արդյունքը պետք է չափվեր ոչ թե կառուցվածքով, այլ մարդկանց առօրյայով, որովհետև այստեղ խոսքը պարզապես նոր պոմպակայան կառուցելու մասին չէր, այլ այն մասին, թե ինչպես կարող է փոխվել մարդկանց ամենօրյա կյանքը, երբ ջրին այլևս պետք չէ սպասել, հավաքել ու պահել հաջորդ մի քանի ժամվա համար։ Շատ մեծ դժվարությունների առաջ ենք կանգնել, որովհետև դպրոցում մշտական ջուր չի եղել։ Չենք կարողացել կատարել այն ամենը, ինչ օրինակ հիմա է կատարվում մշտական ջուր ունենալուց հետո։ Ցանկացած համայնքի զարգացման հիմքում ընկած է ջուրը եւ ես բնակչության անունից եմ շատ շնորհակալություն եմ հայտնում Վիոլա ջրին, մեր կառավարությանը, որ կարողացել են այսպիսի նվեր տալ այս ժողովրդին։ Ազատամուտը բավականաչափ աշխուժացել է հենց մշտական ջրի առկայության պայմաններում։ Այժմ աշխատանքներն ավարտված են, պոմպակայանը գործարկված, Ազատամուտն այլևս ունի 24-ժամյա ջրամատակարարում։ Պոմպակայանի բացումը նշանավորվեց փոքրիկ, բայց խորհրդանշական արարողությամբ։ Պոմպակայանի բակում ծառեր տնկվեցին՝ ջուրը կյանքի համար, ծառը ապագայի։ Երկուսն էլ իրենց ձևով պատմում են այն մասին, ինչ այսօր ստեղծվում է Ազատամուտում։ Ոչ միայն այսօրվա, այլև տարիների համար։ Մի կողմից ջուր, որը պետք է դառնա կյանքի բնական մասը, մյուս կողմից ծառ, որը պետք է աճի այս հողի վրա։ Ազատամուտում այս աշխատանքը մի քանի առումով օրինակելի է։ Առաջինը, ինչպես նշեցի, համագործակցությունը, որը շատ սերտ ու շատ հաջող համագործակցություն է եղել։ Երկրորդը այն, որ Վեոլյան սեփական նախաձեռնությամբ, սեփական ուսումնասիրություններով հայտնաբերել է ջրաղբյուրը եւ սեփական միջոցներով կառուցել է պոմպակայանը եւ հարակից տարածքը, որի բացումը պաշտոնապես արեցինք այսօր։ Սա օրինակ է, որ այն գումարները, որոնք մենք որպես ջրօգտագործողներ վճարում ենք, վերադարձվում է համակարգին, վերադարձվում է Հայաստանի Հանրապետության բնակիչներին, քաղաքացիներին եւ բոլոր նրանց, ովքեր բնակվում են Հայաստանում։ Ազատամուտում ջուրն այլևս ժամացույցով չի գալիս, այն այստեղ հասանելի է 24 ժամ, եւ եթե տարիներ շարունակ ջրին սպասելը դարձել էր սովորություն, ապա այսօր այդ սպասումն արդեն անցյալում է։ Սահմանամերձ բնակավայրի համար, սակայն, սա միայն կենցաղական հարմարավետության փոփոխություն չէ, որովհետև սահմանը պահվում է ոչ միայն դիրքերով, այն պահվում է այստեղ ապրող մարդկանցով, նրանց ընտանիքներով ու այս վայրում ապագա կառուցելու ցանկությամբ։ Իսկ երբ ստեղծվում են այդ ապագայի համար անհրաժեշտ պայմանները, մարդն ավելի ամուր է կապվում իր տան, իր համայնքի եւ հողի հետ։ Ազատամուտում Վեոլիայի արած աշխատանքը հենց այդ կապն ավելի ամուր դարձնելու մասին է։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Ֆրի Նյուզ, Ազատ լուրեր։